Վերջին հարցս այսպես եկեղեցուն անդրադառնանք, որովհետև տեսեք տևական ժամանակ է ընդդիմադիրների, այսպես ասած, թեզերից մեկը ոչ միայն Արցախ վերադարձն է, այլ նաև եկեղեցին պաշտպանելն է, ինչ որ երևակայական հարձակումներից, թեև բազմիցս հայտարարվել է քաղաքացիական պայմանագրի կողմից, որ ոչ մի հարձակում ըստ էության չկա եկեղեցու վրա, բայց ամեն դեպքում այս ուժերը գալիս են նաև այն խոստումով, որ պատրաստվում են եկեղեցին պաշտպանել, բայց հարցս վերաբերվում է կաթողիկոսի եղբորը Եզրասին, օրերս տեղեկություններ հայտնվեց նաև մամուլում, որ 1986 թվականին կաթողիկոսի եղբայրը հավաքագրված է եղել ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից եւ այսպես ասած անգամ մականուն է ունեցել Կարոն մականունով, այո, ծառայել է մինչև 1988 թիվը, ապա նաև նշանակվել է Լենինգրադում որպես հոգևոր հովիվ։ Հիմա դուք արժանահավատ համարում եք այս տեղեկությունները եւ եթե այո, ապա սա ինչի մասին է խոսում։ Հաստատել դրանք, իսկ կարող եմ լավագույն դեպքում մի գիտություն ընդունել, չունենալով նաև դրանք հերքելու որևէ հիմք եւ նաև չտեսնելով այդ անձանց կողմից այդ տեղեկությունները հերքելու որևէ փորձ։